Միացյալ Նահանգներն այլևս քաղաքականապես կոռեկտ չի լինի երկիրը պաշտպանելու հարցում եւ մտադիր է հաղթել պատերազմներում, ասել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Ի տարբերություն նախկին վարչակազմերի, մենք քաղաքականապես կոռեկտ չենք լինի, երբ խոսքը վերաբերի Միացյալ Նահանգների պաշտպանությանը։ Մենք կպաշտպանենք մեր երկիրը բոլոր անհրաժեշտ միջոցներով, այսօրվանից սկսած պատերազմներում հաղթելով, մենք դա կանենք ինչպես նախկինում ոչ ոք չի արել, ասել է Թրամփը Տոկիոյից ոչ հեռու գտնվող ամերիկյան ռազմածովային բազայում USS Ջորջ Վաշինգտոն ավիակրի զինծառայողների առջև։ Թրամփը պնդել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը պատմության մեջ ամենահզորն են եւ մոտ ապագայում կդառնան ել ավելի հզոր։ Սեպտեմբերի սկզբին Սպիտակ տունը պաշտպանության նախարարությունը վերանվանել է պատերազմի նախարարության։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի նորընտիր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։ Ղեկավարները ստորագրել են հազվագյուտ հողային մետաղների, ինչպես նաև երկու երկրների միջև դաշնակցության նոր ոսկեդարի մասին համաձայնագրեր։ Փաստաթղթերով նախատեսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի միջև հազվագյուտ հողային մետաղների մատակարարման եւ արտադրության խթանում։ Երկու երկրները պայմանավորվել են համագործակցել գործի դնելով այնպիսի քաղաքականություն, առևտրային միջոցներ եւ համակարգված ներդրումներ, որոնք զարկ կտան հանքանյութերի արտադրությանը։ Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագրեր է ստորագրել նաև Մալայզիայի, Թայլանդի եւ Ավստրալիայի հետ։ Երկու ղեկավարները նաև ստորագրել են նոր ոսկեդարի շուրջ համաձայնագիրը, որը վերաբերում է այս տարի ավելի վաղ երկու դաշնակիցների ստորագրած համաձայնագրերին կապված ռազմավարական ներդրումների եւ փոխադարձ ազգային շահերի հետ։ Նոր ստորագրված փաստաթղթում ասվում է, որ Թրամփը եւ Տակաիչին գոհունակությամբ նշել են երկու երկրների արագ եւ շարունակվող ջանքերը եւ հաստատել իրենց ամուր հանձնառությունը իրագործելու այս հրաշալի համաձայնությունը։ Նոր ոսկեդարի եւ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ փաստաթղթերը ստորագրելիս Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիան Միացյալ Նահանգների դաշնակիցն է ամենաբարձր մակարդակով։ Նա նաև ընդգծել է ընտրությունում Տակաիչիի որպես Ճապոնիայի առաջին կին վարչապետի հաղթանակի կարևորությունը։ Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություն Լուկոյլը հայտարարել է իր միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին։ Պատճառը որոշակի երկրների կողմից ընկերության եւ իր դուստր ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակող միջոցառումների կիրառումն է։ Սկսվել է պոտենցիալ գնորդների առաջարկների վերանայումը, ասվում է Լուկոյլի կայքում։ Նշվում է, որ ակտիվների վաճառքն իրականացվում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի լիցենզիայի համաձայն, որը կարգավորում է Ռոսնեֆտի եւ Լուկոյլի հետ կապված գործարքների կրճատումը։ Հոկտեմբերի 22-ին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսական երկու խոշորագույն նավթային ընկերության նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին։ Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալաքեսիրի նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 4 շենք է փլուզվել։ Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի երկրաշարժից տուժել է 19 մարդ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո կառավարական մարմինները վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը։ Նահանգի Սինդիրգի շրջանում ուսումնական գործընթացը 1 օրով դադարեցվել է։ Այս տարվա ամենահզոր փոթորիկը համարվող Մելիսան մոտենում է Ճամայկային, Կարիբյան ծովով շարժվելով հյուսիս-արևելք։ Մելիսա փոթորկի պատճառով Ճամայկայում զոհվել է 3, Հայիթիում եւ Դոմինիկյան Հանրապետությունում 4 մարդ։ Մինչև 282 կմ/ժ քամու արագությամբ Մելիսան 5-րդ կատեգորիայի առավելագույն ուժգնության փոթորիկ է։ Մասնագետներն այն բնութագրել են որպես հրեշավոր փոթորիկ։ Փորձագետները զգուշացրել են, որ դրա դանդաղ ընթացքը կարող է նշանակել երկարատև տեղատարափ անձրևներ որոշ տարածքներում, ինչը կմեծացնի ջրհեղեղների եւ սողանքների վտանգը։ Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլները հրամայել է մարդկանց տարհանել ցածրադիր տարածքներից, քանի դեռ կղզին պատրաստվում է փոթորկի հարվածին։ Երկրի կառավարությունը նշել է, որ վերջին փոթորիկը, որն ուղղակիորեն հարվածել է Ճամայկային, եղել է 37 տարի առաջ։ Ճամայկայի երկու միջազգային օդանավակայանները փակվել են, դադարեցնելով բոլոր գործողությունները։ Աշխարհի ամենատարեց գործող առաջնորդ Կամերունի նախագահ Փոլ Բիյան հոկտեմբերի 27-ին 8-րդ անգամ վերընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնում համաձայն հրապարակված ընտրական արդյունքների։ 92-ամյա Բիյան ստացել է ձայների 53.66%, հաղթելով իր նախկին դաշնակից Իսա Չիրոմա Բակարին, որը հավաքել է 35.19%։ Այդ մասին հայտնել է Սահմանադրական խորհուրդը։ Նոր 7-ամյա ժամկետը լրանալուց հետո Բիյան կլինի գրեթե 100 տարեկան։ Ընտրության արդյունքների հրապարակմանը զուգահեռ երկրի տարբեր քաղաքներում ընդդիմադիր ցուցարարները մի քանի անգամ բախվել են ոստիկանության եւ անվտանգության ուժերի հետ։ Կառավարությունը դեռ չի մեկնաբանել արդյունքները, սակայն հերքել է կեղծիքների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները։ Դավիթ Մուրադյան, լուրեր։